Շատ լավ։ Իսկ այսօր գնայինք, թե ինչ է սպասում մեզ բոլորիս հաջորդ շաբաթ մայիսի 24-ից 30-ը բոլոր նշանների համար։ Բայց մինչև սկսեմ կարտեր նայելը, ուղղակի ուզում եմ մի նուրբ թեմայի անդրադառնալ, հարգելներս։ Ինձ մեկ-մեկ կոմենտներով գրում են իմ համար, իմ կյանքի համար, իմ ապագայի համար կնայեք։ Հարգելներս, որ ասում եք իմ, այդ դառնում է անհատական։ Ես այստեղ անհատական չեմ նայում։ Այս ալիքը բոլորի համար է, բոլորի համար եմ նայում։ Բացի դրանից անհատական ես չեմ կարող ձեր համար պատրաստված վիդեոն ձեր անձնական հարցերի շուրջ այսպես բոլորին ցույց տնել, այդպես ուղղակի չի կարելի։ Ձեր համար անհատական արված վիդեոն միայն դուք կարող եք տեսնել։ Դրա համար պետք է ինձ հետ անհատական կապվել։ Ես բացատրություններում, բացատրական մասում այս վիդեոյի տեղադրել եմ, ինչպես կարելի է ինձ հետ անձամբ կապվել, միայն email-ի միջոցով եւ ոչ թե կոմենտներում գրելով։ Այդպես, երկրորդը, երբ որ ասում եք ապագայի համար, իմ ապագան այդպես շատ, ոնց ասեմ, վեհ հասկացողություն է, որտեվ անհասկանալի ապագան, վաղն էլ է ապագա, 2 շաբաթ հետո էլ է ապագա, 4 ամիս հետո, 20 տարի հետո էլ ապագա է, դուք ինչ ապագայի մասին եք խոսում, որովհետև ես չեմ կարող, էլ եմ ասել, կարտերը ցույց չեն տալիս 2-3 շաբաթից հետո պատմություն, որը իրադարձություններ, որտեվ փոխվում է ժամանակի ընթացքում 2-3 շաբաթվա մեջ ինչ-որ ցիկլ է փոխվում եւ կյանքում էլ իրադարձությունները փոխվում են։ Ինֆորմացիան այսօր կարող է 2 շաբաթ հետո լինել տարբեր, նույն մարդու նույն նշանների համար։ Դրա համար ինչու ենք ամեն շաբաթ նայում ինչ է մեզ սպասում, որտեղ շաբաթից շաբաթ կարող է ինֆորմացիա փոխվել։ Ես ամեն օրվա զոդիակի նշանների համար չեմ նայում, որովհետև չեմ հավատում, որ ամեն օր շատ բան փոխվում է բոլորիս կյանքում։ Իսկ շաբաթվա ընթացքում այո, փոխվում է, ամսվա ընթացքում առավել եւս։ Դրա համար, այսինքն ապագան դուք պետք է ձեզ համար պարզեք, ինչ ապագայի մասին է խոսքը։ Այսինքն եթե ապագայի համար եք նայում, շատ հեռու ապագայի մասին եք մտածում, անհատականն էլ չի օգնելու, ձեզ չի տա ինֆորմացիան, որ ձեզ պետք է։ Մյուս կողմից, երբ մարդիկ ինձ տալիս են իրենց զոդիակի նշանը, ծննդյան օրը, թեման, ինչ են ուզում նայեմ, հարգելներս, ես տելեպատիկ ուժեր չունեմ, պայծառատես չեմ, ես իմ տանը նստած հեռվից հեռու ձեր մասին ինֆորմացիա ոնց կստանամ, կարտերով ոնց կարող եմ ձեր մասին կոնկրետ նայել։ Դրա համար պետք է անհատական շփում, այսինքն կոնտակտ, որ ձեզնից էներգիա ստանամ։ Այդ դեպքում ձեր զոդիակի նշանն էլ ինձ համար կարևոր չէ։ Հասկանում եք, այսինքն ես իմ տանը նստած չեմ կարող հեռվից հեռու մարդուն, որ չեմ ճանաչում, չեմ տեսել երբևէ, ես իր կյանքի պատմությունը կարտերով տեսնում։ Այդպես ուղղակի չի աշխատում։ Կարտերը այդպես ինֆորմացիա ցույց չեն տալիս։ Հուսով եմ իրար հասկացանք։ Անհատականի ինֆորմացիան տեսնում եք, ես դրել եմ բացատրականում, բայց եթե ուզում եք պարզապես ապագայի համար, անհատականն էլ ձեզ չի օգնի, որտեղ 2 շաբաթը մեկ կարող է ինֆորմացիան փոխվել։ Մեղվում են մարդիկ, հասկանում եմ, շատ այսպես անձնական են ընդունում, բայց այդպես ընդունեք, չընդունեք, հիմա այդպես է, ես անհատական չեմ կարող նստել, ամեն վիդեոներ կա 7000 մարդ է նայում, ես 7000-ի համար անհատական որ նայեմ, ուղղակի դուք երևի լավ չեք պատկերացնում, ես դրա համար եմ ասում, անհատական պետք է առանձին կոնկրետ մարդու հետ շփվել եւ իր համար առանձին նայել։ Բայց ինձ թվում է ավելի ճիշտ է այսպես բոլորի համար ընդհանուր նայել ժամանակ առ ժամանակ որևէ ինֆորմացիա ոնց է լինի ձեզ կհամապատասխանի։ Իսկ երիտասարդ աղջիկը, որ կոնկրետ գրում էր, հարցնում էր 2000 թվին է ծնվել դեկտեմբերի, անունը չասեմ, իմ աղջիկա տարիքին է, դրա համար կասեմ աղջիկ ջան, ես կարող եմ ուղղակի քեզ ասել, եթե անձնական հարաբերություններում ամեն ինչ լավ է եւ հանկարծ լավ չի, դրա համար պատճառ է լինում։ Ինչու սկսվեց այդպես։ Հետ գնա, փորձի հասկանաս, երբվանից ձեր հարաբերություններում ինչ որ խնդիրներ առաջացան։ Եվ մյուս կողմից, եթե ոչինչ չանես, ոչինչ չի փոխվելու։ Կարտերը քեզ չեն կարող ասել ինչ անես։ Իրեն ոչինչ չի փոխվում։ Եթե ուզում ես ինչ-որ բան փոխվի քո անձնական հարաբերություններում, ինչ-որ բան պետք է անել այդ ուղղությամբ։ Ես դա առանց կարտերի էլ կարող եմ ասել։ Շատ լավ, վերադառնանք մեր հոգսերին։ Տեսնենք ինչ է սպասվում մեզ բոլորիս հաջորդ շաբաթ, մայիսի 24-ից 30-ը։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում աղեղնավորներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցերում, աշխատանքում եւ ֆինանսներում։
Ընդհանուր տրամադրությունը կայուն, մեծ փոփոխություններ չեն սպասում հաջորդ շաբաթ, եթե լավ չէր էլի կմնա այդպես, եթե լավ էր կմնա նույնը, ոչ մի բան չի փոխվի։ Էլ եմ ասում, ես որտեվ Ղարինին եմ տեսնում կայունը ընդհանրապես, եթե դուք ինչ որ հարցերում, չգիտեմ, անձնական, ֆինանսական աշխատանքի հետ կապված ակնկալում եք, որ ինչ որ բան կարող է փոխվել դրական իմաստով, ամենայն հավանականությամբ չի փոխվի, բայց էլի եմ ասում, փոփոխության համար պետք է ինչ-որ բան անել։ Տեսնենք դուք ինչ-որ բան անում եք, որտեվ խարիսխը տեսնում եք, խարիսխը ինչ է։ Խարիսխը գցում են նավերից ծովը, հա, նավի խարիսխը գցում են, որպեսզի նավը կանգնի։ Այսինքն, եթե դուք այսպես ոչինչ չեք անում, խարիսխի դերում, դուք ոչինչ չեք անում ձեր անձնական կյանքում, ձեր հարաբերություններում, ոչինչ չի կարող փոխվել, կամ գործերում, կամ, չգիտեմ, ֆինանսներում, ինչ էլ որ վերաբերի անգործությունը, այսինքն ոչինչ չեք անում, իրեն սպասում եք ինչ որ մի բան պիտի փոխվի, ոչինչ չի փոխվելու, դրա համար չի փոխվում, մնում է ամեն ինչ նույնը, եւ նույնն էլ կլինի հաջորդ շաբաթ։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ տղամարդ եւ սրտի տուզը։ Ինչ որ մեկի անձնական հարցերն են կապված իրենց տղամարդու հետ կամ սա տղամարդն է ինչ որ անձնական հարցեր ունի, տեսնենք։ Անձնական հարցերում ինչ է սպասում աղեղնավորներին հաջորդ շաբաթ։ Երևի կարճ չմնաց արդեն, բոլոր կարտերը փորձեցի հանել, լրացուցիչ ինֆորմացիա, մի դրական մի բան էի ուզում տեսնել։ Այսպես ասենք, տեսնենք։ Եթե հիշում եք, անձնական հարցերում տեսնում էի տուզը սրտի եւ տեսնում էի տղամարդու, այսինքն ինչ որ սիրային անձնական հարաբերությունների հարցում առաջին դիտենք սիրային անձնական հարաբերություններ։ Կլինեն ամուսնացած մարդիկ, կլինեն պարզապես սիրում են իրար դեռ ամուսնացած չեն, նշանված են, չգիտեմ։ Մարդիկ ովքեր հարաբերություններում են, սա կարող է լինել տղամարդն է նայում, կինն է նայում, ամեն դեպքում սիրո հարաբերություններում ինչ որ մի նոր բան կպարզվի, ինչ որ մի բան կիմանաք, օրինակ, չգիտեմ, ինչ էր, խնդիրներ ունեիք, խնդիրներ չունեիք, ես տեսնենք առանձնապես խնդիրներ, ճիշտ ասած, չեմ տեսնում։ Ես ոչ մի պրոբլեմներ չեմ տեսնում։ Ամեն դեպքում ձեր հարաբերություններում ինչ որ մի նոր բան կպարզվի, ինչ որ մի նոր բան կպարզեք ձեզ համար, ձեր տղամարդու մասին է կամ տղամարդը դուք եք ձեր մասին է։ Ես այստեղ տեսնում եմ գումարներ նաև, չգիտեմ ինչ է կապված գումարի հետ։ Իրականում ձեր ուժեղ ամուր հարաբերությունները առջով կարող եմ ասել, որ այստեղ ավելի շուտ երևի ամուսնական հարաբերություններ, այստեղ մատանիել եմ տեսնում եւ տուզ։ Այսինքն կարող եմ ասել, երևի այստեղ առաջի տարբերակը, չգիտեմ, այլ տարբերակները կտեսնեմ թե չէ, բայց առաջին տեսնում ինչ որ ընտանեկան, ամուսնական զույգի հարաբերություններ, բավականին այսպես ամուսինը շատ ծանրակշիռ տեղում է, բնականաբար, այսինքն տան հենասյունը մեջքը գլուխը տղամարդն է, ինքը բավականին այսպես ուժեղ անձնավորություն է։ Ինչ որ նորություն է գալիս տուն, տեսնեք, չեմ կարող ասել ինչ նորություն է գալիս, ոչ մի բացասական բան չեմ տեսնում ամեն դեպքում։ Շատ բարդ իրավիճակներ եմ տեսնում, շատ բարդ։ Ես չեմ կարող ասել այս ինչ նորություն է գալիս եւ ումից է գալիս, տեսնում եմ նաև կին, տեսնում եմ այստեղ կին, տղամարդ, շատ մարդիկ եմ տեսնում, շատ զրույցներ եմ տեսնում, ինչ են խոսում, եւ վիճում են, եւ բացասական ինֆորմացիա է գալիս տուն։ Ես չգիտեմ, գիտեք, եթե կինն է ինչ որ ամուսնու մասին մտահոգվում է, ինչ որ աշխատեք շատ մարդկանց չլսեք, գիտեք, որտեղ մարդիկ մեկը լավն է ասում, մեկը վատն է ասում, տեսնում եք, տեսեք, կին, տղամարդ, մարդկանց մեջ խոսակցություններ ղարի ութով անընդհատ խոսում են, այս կինը այդքան էլ դրական կին չի երևի։ Տարբեր խոսակցություններ, անդադ տուն ինչ որ լուր է գալիս եւ անդադ տղամարդու շուրջ։ Ես կարող եմ ասել, որ սա կինը, եթե մտածում է ամուսնու մասին, այստեղ տղամարդու շուրջ ինչ որ խոսակցություններ են դրսից անընդհատ, եւ սա ձեր ամուսնությունը, ձեր ընտանիքն է, եւ ինչ որ կանգ է առել, չի շարժվում, ձեր հարաբերությունները կանգնել են, որովհետեւ տարբեր մարդիկ են քիթը խոթում ձեր կյանք, այդպես կարող եմ տեսնել, բայց իրականում ես արևով լավ եմ տեսնում։
Միգուցե մի շաբաթ ավելի դրական կփոխվեն կամ ապագայում, որտեվ անցած շաբաթ ասեցի կայուն են, եթե ոչինչ չանեք, ոչինչ չի լինելու, հիշում եք, սկզբում դա էի ասում։ Ես այստեղ կարող եմ ասել, որ մոտակա ապագայում, միգուցե մի շաբաթ չէ, բայց երբ որ ասում են ինչ-որ բան պետք է անեք, հարգելնից, այս մարդկանց պետք է հանեք ձեր տնից։ Այս բոլորին, ես այստեղ ստվերում տուն եմ տեսնում, մարդիկ են գալիս, խոսում են ձեր մոտ, բամբասում են ձեր տղամարդու, ձեր ամուսնու մասին, միգուցե չգիտեմ, չեմ կարող ասել, ճիշտ է, սխալ է, որտեղ խոսակցություններ եմ անդադ տեսնում, տարբեր մարդկանց, մեկը լավն է, դրական է, մեկը բացասական է, մեկը լավն է ասում, մեկը վատն է ասում։ Այդ բոլորն ազդում է ձեր վրա։ Ամեն դեպքում սա զույգի հարաբերությունների վրա ազդում է։ Այդ մարդկանց ոտքը պետք է կտրել ձեր տնից։ Սա ձեր ամուսնությունն է, կանգնել է, դե ժամանակավորապես ձեր հարաբերությունները առանձնապես ռոմանտիկ չեն շարժվում, մի տեսակ սառել է, կարող է ինչ-որ կոնկրետ պատճառ լինել։ Ես տղամարդուն տեսա, միգուցե զբաղված է, աշխատում է։ Այս սա բավականին զբաղված մարդու կարգն է, մարդը ինչ-որ գործեր ունի, ինչ-որ գործ չեմ կարող ասել աշխատանքում, եթե ինչ գործեր ունի։ Ժամանակավորապես զբաղված է եւ կանգնել են ձեր հարաբերություններում, առաջ խաղացում չկա։ Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Ես չեմ կարող ասել նույնիսկ ինչ-որ դավաճանություն, այդպիսի բաներ էլ չեմ տեսնում։ Ուղղակի տեսնում եմ շատ սխալ մարդիկ գալիս են, փորձում են ձեզ խորհուրդներ տալ, խրատալ, մի լսեք այդ մարդկանց։ Այդ մարդկանց փորձեք, ձեր անելիքը կլինի բացասական մարդկանց հեռացնել ձեր կյանքից եւ ձեր տնից հատկապես։ Իրականում ձեր հարաբերություններին ես մոտակա ապագայում ոչ մի սպառնալիք չեմ տեսնում։ Արևով հակառակը լավն եմ տեսնում։ Մի քիչ երևի ժամանակի հարց է։ Տեսեք, ես այստեղ ինչեր եմ տեսնում։ Տեսնում եմ տղամարդ էի տեսնում, բայց տեսնում եմ տուզը, սրտի տուզն եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ խաչի տուզը, տեսնում եմ, ղարի տուզ չեմ տեսնում։ Այսինքն լավագույն տզերն եմ տեսնում։ Չէ, ես այստեղ ոչ մի քանդվող ընտանիք չեմ տեսնում։ Ուղղակի գալիս խոսում են երևի տզեր եւ վերջում էլ շատ լավ։ Իրականում հարաբերությունները չեն փլուզվում, ոչ մի վատ բան չի լինելու, բայց եթե դուք շատ մարդկանց եք լսում, շատերն են գալիս իբր ձեզ խելք ու խրատ տալիս, աշխատեք այդ մարդկանց չլսել, հեռացնել ձեր կյանքից։ Ձեր կողմից գործողությունը, որպեսզի այս վիճակից դուրս գա, կլինի դա։ Աշխատանքում տեսնում եմ բանալի, այսինքն աշխատանքում ինչ հարցեր էլ որ լինեն, դուք կգտնեք լուծումը բոլոր խնդիրների համար։ Իսկ կողմից ներողություն, անձնական հարաբերությունների հետ կապված, եթե կան աղեղնավորներ, որոնց անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է, սա նշանակում է դուք ավելի շատ ուշադրություն կստանաք ձեր ամուսնուց։ Բավականին լավ կարտ է, այսինքն ձեր հարաբերություններում, ովքեր այդ կոնֆլիկտային խնդիրներում չէին, ինչ որ ձեզ չէր վերաբերում, մենակ այս տզով կարող եմ ասել, շատ լավ հարաբերություններում եք ջերմ ձեր ամուսնու, ձեր ընտանիքում, ձեր բարեկամների հետ, դուք շատ լավ ձեզ սիրված եք զգում, շատ հանգիստ եք։ Որովհետև առաջվա տարբերակը, որ ասացի, նա դժվար թե բոլորին վերաբերեր։ Մյուսների դեպքում սրտի տզով շատ լավ է, շատ ջերմ, սիրային հարաբերությունների մեջ եք ձեր զույգի հետ։ Աշխատանքի հետ կապված տեսնում էի բանալի, նշանակում է ինչ խնդիր է լինի, դուք ցանկացած խնդրի լուծումը շատ հեշտությամբ կգտնեք հաջորդ շաբաթ։ Այո, տեսնում եմ։ Արևն էլ դուրս եկավ։ Տեսնում եմ մարդիկ, եթե դուք տնից եք աշխատում, շատ հարմարավետ եք ձեզ զգում, աշխատանքը, գործերը շատ լավ են։ Իսկ եթե դուք շատ հարմարավետ եք ձեզ զգում ձեր աշխատանքի վայրում, եթե աշխատանքը տուն էլի արք ու վաճառքն է, գործերը շատ լավ են։ Կգտնվեն ճիշտ մարդիկ, ճիշտ գործարքներ կընկնքեք եւ ձեզ համար հաջող կլինի, բանալիով էլ բոլոր դռները բաց են։ Իսկ եթե դուք աշխատանքը ուղղակի վաղուց եք աշխատում, տարիքով էլ մարդ եմ տեսնում, շատ վաղուց աշխատում եք նույն վայրում, շատ ձեզ հարմարավետ եք զգում ձեր աշխատանքի վայրում, շատ լավ հետաքրքիր մարդկանց հետ աշխատում եք, շփվում եք, ընկերացել եք, շատ լավ է։ Ոչ մի փոփոխություն չկա, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ շատ դրական է։ Ֆինանսներում էլ եմ տեսնում հաջողություն, շատ մեծ հաջողություն։ Չեմ ուզում ուրիշ ոչ մի կարտ բացել, որտեղ էլ հաջողության կարտը որ դուրս է գալիս, դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել։ Եթե գործարք եք ուզում, եթե գումար էր պետք, վարկ եք վերցնում, չգիտեմ, ֆինանսական ինչ գործ ուզում եք անել, ուզում եք ծախսերը կրճատել, ուզում եք ֆինանսներով, չգիտեմ, ինչ ուզում եք անել, ճանապարհը բաց է, հաջողության կարտն էլ կա, ֆինանսական առումով հաջորդ շաբաթ աղեղնավորներին սպասում է հաջողություն, ինչ էլ որ ձեռնարկեք։ Հարգելի աղեղնավորներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում այդ եղջյուրներին հաջորդ շաբաթ մայիսի 24-ից 30-ը։
Ինչ է սպասում այդ եղջյուրներին հաջորդ շաբաթ, մայիսի 24-ից 30-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք և ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ շատ գեղեցիկ։ Եվ շատ ատեղջուրներ կարող են նաև կենտրոնանալ իրենց արտաքին գեղեցկության վրա, այսինքն կանայք, չգիտեմ, գնում են դիմահարդարման, գնում են ինչ-որ մազերը ներկելու, չգիտեմ, կանացի ինչերով են զբաղվում կանայք, իրենց գեղեցկության վրա կլինի շեշտը հաջորդ շաբաթ։ Տղամարդիկ կարող են գնալ ցուցանրվածքներ, չգիտեմ, մի շաբաթ վարսարդարի մոտ ցուցանրվածքի համար։ Այդպես, կարող եմ ասել, դուք ձեր արտաքինին հաջորդ շաբաթ ուշադրություն կդարձնեք, իսկ միգուցե կա պատճառ, դրա համար եք ձեր արտաքինին հատուկ ուշադրություն դարձնում։ Սա կարող է նաև նշանակել ժամադրություն, գեղեցիկ ժամանց, հետաքրքիր ժամանակ եք անցկացնում հետաքրքիր մարդկանց հետ եւ նաև ռոմանտիկ ժամադրություն։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ չնայած 7-ով ներողություն 8-ով շատ լավ եմ տեսնում, բայց լուսնով կարող եմ ասել մի քիչ կասկածներ, մի քիչ անհանգստություն ունեք ձեր անձնական հարցերում, երևի ավելի շուտ սրտի հետ կապված սիրային հարցերում, բայց սա ձեր զգացողությունն է, ես չգիտեմ, առիթ կա անհանգստանալու վախերի, չգիտեմ, տեսնենք։ Տեսնենք ինչ է նշանակում լուսինը անձնական հարաբերություններում ատեղջուրների համար։ Օհ։ Ես ինչեր եմ տեսնում։ Ինչ հետաքրքիր է։ Շատերի համար հանում եմ 1-2 կարդ, շատերի համար հանում եմ շատ երկար, որտեվ հարգելինս, երբ որ տեսնում եմ ես, արդեն 2-3 կարդով հասկանում եմ ինչ է լինում, բարձվում է ինձ համար, բայց երբ որ շարունակություն եմ տեսնում, վերջակետ չեմ դնում, որովհետև ես չեմ տեսնում սա ուր է տանում, դրա համար պետք է, այսինքն խտրականություն չեմ անում, մեկի համար շատ, մեկի համար քիչ կարտեր եմ հանում, հատկապես երբ որ այսպես բարդ իրավիճակ է, ձեր կասկածներն ու ձեր վախերը, հարգելիներս, տեսեք այստեղ ինչ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Ես կարող եմ, որտև էլի վերջում սիրտ եմ տեսնում, կարող եմ ասել այստեղ երևի թե աղջիկների համար է մտավախությունը։ Ես եթե հիշում եք սկզբում ասեցի, տեսնում եմ այստեղ աղջիկը իր գեղեցկությամբ է զբաղվում, ժամադրության է երևի թե գնալու։ Ես կարող եմ կապել այս տրամադրությունը լուսնի, վախերի, կասկածների հետ։ Տեսեք այստեղ ինչեր եմ տեսնում եմ վալետ, 3 տարբեր տեսակ վալետներ եմ տեսնում։ Այսինքն դա ինձ համար նշանակում է, որ տարբեր երիտասարդների հետ աղջիկը փորձել է ժամադրվել եւ ոչինչ էլ չի ստացվում։ Մեկին չի հավանում, մյուսի հետ շատ այսպես կտրուկ վերջանում է կամ շատ ավելի ագրեսիվ, այսպես տղամարդը շատ կտրուկ է, շատ արագ է ուզում ամեն ինչը անել եւ աղջկան դուրս չի գալիս։ Ուզում ասել չի ստացվել։ Մինչեւ հիմա ինքը մի քանիսի հետ է հանդիպել եւ դրական եւ բացասական տղամարդկանց հետ, այստեղ նաև շատ տարիքով էլ ավելի հասուն, կայացած, լավ աշխատավարձով, բայց ինչ որ միշտ անդադ խոչընդոտներ կան եւ ինչ որ մի բան միշտ խանգարել է եւ խոսակցություններից եւ ժամադրություններից անկողմ իրենց հարաբերությունները չեն անցել եւ աղջիկը էլի մենակ է եւ հիմա նորից էլի ժամադրության է գնում երևի նոր երիտասարդի հետ այս սրա հետ դրա համար էլ ինքը այդպես կասկածներ վախեր ունի թե այս անգամ ինչ է լինելու որովհետեւ տեսնում եք այս բոլոր բացասականը աղջիկա փորձերն են հանդիպել է, զրուցել է, երևի on-line էլ է փորձել տղաների հետ զրուցել, շփվել, աղջիկն ուզում է իր կյանքը դասավորել, միգուցե շատ երիտասարդ չի միջին տարիքում է, չգիտեմ, տեսնում ենք, նաև ժամադրության վայրեր է գնացել, ժամանցի վայրեր, փորձել է, շփվել է, բայց այսպես տեղը չի շարժվել, խարիսխի նման անձնական հարաբերություններում ոչ մի փոփոխություն չէր լինում։ Հարգելիներս, կարող եմ ասել, որ հաջորդ շաբաթ, եթե գնում եք ժամադրության, գնացեք, որտեղ ճակատագրով, տեսնում եմ, սա այս վերջին երիտասարդը կամ այս որերորդն է, չեմ կարող ասել, սա բավականին հաջող երիտասարդ է, շատ հաջող է, ճակատագրով է, այնպես չի, որ դուք ինչ-որ մի բան պետք է այսպես անեք, այնպես անեք, չէ, ինչ էլ որ անեք, այս դեպքում, եթե կան այդպիսի, ես այստեղ տեսնում եմ ստվերում նաև աղջիկ, այո, եթե այստեղ երիտասարդ աղջիկը երիտասարդի հետ հաջորդ շաբաթ ժամադրության է և այսպես զուգվում զարդարվում եք,
Զարդարվեք, արժե, այս ժամադրության արժե գնալ, որովհետև ի վերջո կարող է սա ձեր երկրորդ կեսին գտնեք, այս դեպքում կարող է սա բավականին հաջող ժամադրություն լինի եւ իրականում դառնա սեր։ Ես իրականում ցանկանում եմ բոլորին, եթե այդպիսի իրավիճակում որոշ աղջիկներ կան, ես ուրիշ ոչինչ չեմ տեսնում այստեղ, շատ երկար բարակ հանեցի, բայց ելի եմ ասում, ես ամբողջական պատմություն աչքիս առաջ է տեսնում եմ, ինչքան փորձեր եք տարբեր երիտասարդների չի ստացվել, կստացվի։ Կասկածներն ու վախերը դրա հետ էին կապված, բայց ամեն ինչ շատ լավ կլինի։ Աշխատանքում էլ տեսնում եմ հաջողություն։ Ամեն դեպքում 1-2 կարդ հանենք, բայց հաջողության կարտը նշանակում է, որ աշխատանքում լինելու է հաջողություն, ինչ էլ որ լինի։ Նոր աշխատանքի եք գնում, որտեղ այստեղ նաև 6-ով տեսնում եմ ճանապարհ, եթե աշխատանք եք փնտրում իմիջիայլոց կգտնեք։ Եթե հարցազրույցի եք գնում աշխատանքի հետ, կգնաք մի շաբաթ կկանչեն եւ ինտերվյուն էլ հարցազրույցը շատ հաջող կանցնի եւ ձեզ ամենայն հավանականությամբ աշխատանքի կընդունեն։ Եթե ուզում եք գնալ ներողություն հարցազրույցի գնացեք, հաջորդ շաբաթ շատ լավ ժամանակ է դրա համար, աշխատանքում ձեզ հաջողություն է սպասվում։ Այո, տեսնում եմ։ Բանալին ձեր ձեռքում է, եթե սա նոր աշխատանք է, նոր ինչ-որ համագործակցություն է ինչ-որ մեկի հետ եւ ձեզ ընտրության առաջ եք եղել եւ ընտրություն եք արել, բանալին ձեր ձեռքում է, այո, եւ շատ հաջող կլինի։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Նույնիսկ եթե սա նոր աշխատանք չէ, ձեր աշխատանքում է ինչ-որ մի նոր պայմանագիր եք կնքում, նոր գործեր եք անում, ինչ-որ նոր ուղիներ պետք է փնտրեք, բանալին ձեր ձեռքում է, դուք ամեն ինչ կկարողանաք գտնել, իսկ հաջողության կարտով ինչ էլ որ լինի, ինչ էլ որ անեք աշխատանքի վայրում, կլինի շատ հաջող։ Ֆինանսներում էլ շատ լավ լուր է գալիս, շատ լավ։ Այսպես հանկարծակի արագ է գալիս, միգուցե դուք արագ չէիք սպասում, չգիտեմ, բայց շատ արագ, շատ լավ լուր է գալիս։ Ես շատ լավ եմ տեսնում այդ եղջյուրների համար հաջորդ շաբաթ։ Տեսնենք։ Ինչ լավ լուր է գալիս ֆինանսներում այդ եղջյուրների համար հաջորդ շաբաթ։ Ես անձամբ լուր չեմ ուզում, ես ուզում եմ ֆինանսները կոնկրետ գան։ Այս վաստակ գան։ Տեսնում եմ այստեղ, այո, լուրը գալիս է եւ կարող է լուրը գալ դրսից նաեւ, չգիտեմ, կամ կարող է լինել ճամփորդության հետ կապված, որովհետեւ այստեղ տեսնում եմ ծախսեր, տեսնում եմ նավ, չէ, կարող է ինչ-որ ամառ է գալիս, դիմացը ամառ է, որոշ աջեղջյուրներ, տեսնում եմ այստեղ շատ մարդիկ եմ տեսնում ընտանիքով կամ զույգերով, ուզում են նաեւ ընտանիք եմ տեսնում, այո, եթե մտածում եք լավ, սկսենք առաջի տարբերակից, եթե ուզում եք տուն գնել, արգելի աջեղջյուրներ եւ ինչ որ ֆինանսական որոշումներ պետք է կայացնեք, ես ծախսեր եմ տեսնում եւ մեծ ծախսեր եմ տեսնում, ապա այդ հարցերը կլինեն, նորությունը կգա, ինչպես ասեցի, նորությունը կգա, փոփոխություն կլինի եւ տուն դուք կարող եք ձեռք բերել, երևի մի շաբաթ տունը կարող է ձեռք չբերեք, բայց արդեն պայմանագիր եք ընկեք, որոշումը վերջնական կայացնեք եւ ընկնեք ծախսի տակ։ Այդպես հնարավոր է։ Եթե տան համար վարկ եք ուզում էլի վարկը ձեզ կտան, որտեղ դուք կոնկրետ ծախսի տակ ընկնում եք, ես դրական եմ տեսնում նորությունները եւ ամեն ինչը։ Մյուս կողմից, եթե ես սկզբում ասեցի նորությունը գալիս է, նորությունը կարող է լինել վիզայի տարբերակ, որտեղ վիզա եք ստանում, ուզում եք գնալ չգիտեմ, ճամփորդության գնալ ընտանիքով, ամառը, ընտանիք եմ տեսնում նորից տուն, ապա ճանապարհները կբացվեն ձեր առաջ եւ դուք բավականին ծախսի տակ կընկնեք իմիջիայլոց, էժան հաճույք չի լինելու, բայց դուք գնաք կճամփորդեք, մեծ հաճույքեր կստանաք հույսով եմ։ Դե ճամփորդություն դժվար թե հաջորդ շաբաթ լինի, բայց կարող են ծախսերը կոնկրետ լինել հաջորդ շաբաթ։ Դուք վճարում եք փաթեթի համար հաջորդ շաբաթ եւ պատրաստում եք ճամփորդության։ Իրականում շատ այսպես գեղեցիկ լավ տրամադրության մեջ կլինեք հաջորդ շաբաթ հարգելի աջեղջյուրներ։ Նույնիսկ ծախսերը կլինեն ձեր սրտով։ Տեսնենք այժմ ինչ է սպասում ջրհոսներին հաջորդ շաբաթ։ Մայիսի 24-ից 30-ը։ Ինչ է սպասում ջրհոսներին հաջորդ շաբաթ։ Մայիսի 24-ից 30-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։
Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ այս անհաջող կարտը։ Այնքան էլ երևի դրական տրամադրության մեջ չլինեն ջրհոսները, չգիտեմ, կամ մաքրություն եք անում, սա կոնկրետ առաջի հերթին մաքրության մասին է։ Չգիտեմ, ինչ եք մաքրում, տուն եք մաքրում կամ ինչ որ ձեր միջավայրն եք ուզում սխալ մարդկանցից մաքրել, կոնֆլիկտային մարդկանցից, այդպես կարող է լինել, որտեղ սա նաև կոնֆլիկտի կարտն է։ Ամեն դեպքում ինչ որ բան ձեզ մտահոգելու է հաջորդ շաբաթ, տեսնենք որ ասպարեզում։ Անձնական հարաբերություններում լուր է գալիս եւ ամենայն հավանականությամբ լավ լուր է գալիս։ Լուրը գալիս է ձեզ կամ դրսից, կամ, չգիտեմ, ընտանիքի անդամներից, հարազատներից, տեսնենք։ Ինչ լուր է գալիս անձնական հարաբերություններում ջրհոսներին։ Էլի շատ հակասական կարտեր էին դուրս գալիս, պետք էր շատ կարտեր հանել, որպեսզի հասկանամ վերջո ինչ են ասում։ Տեսեք, եթե հիշում եք, ասացի, որ լուր էր գալիս, շատ արագ լուր էր գալիս, ամենայն հավանականությամբ բավականին դրական է լուր էր գալիս, եւ շատ վաղուց եք սպասում, եւ հնարավոր է, որ հեռվից էր գալիս լուրը։ Նամակի տեսքով է գալիս, տեքստի իմեյլի չեմ կարող ասել, բայց լուր է գալիս հավանաբար հեռվից եւ իրական դա ինչ-որ ճանապարհ է փակում ձեզ, ինչ-որ խոչընդոտ է առաջացնում, որովհետեւ այս լուրը ինքը բացասական չէ, բայց ամեն դեպքում ձեզ համար ինչ-որ խնդիր է առաջանում, ինչ-որ դուք ուզում եք, ամեն դեպքում դե չեմ կարող այդ դեպքում ասել, չէ, եկեք չասեմ լավ լուր է։ Ես ի վերջո շատ լավ եմ տեսնում, դրա համար եմ ասում լավ լուր է։ Տեսեք, լուրը գալիս է, չասենք լավ լուր, հակասական կլինի։ Լուրը գալիս է, շատ արագ գալիս է, դուք վաղուց սպասում եք, անհամբեր սպասում եք այդ լուրին, բայց ինչ որ ճանապարհ փակվում է ձեզ համար։ Չեմ կարող ասել սա ինչի հետ է կապված, ինչ որ ձեր ցանկությունները չեն իրականանում այս լուրով ամեն դեպքում, բայց տեսնում եմ հակառակը դրական, շատ դրական եմ տեսնում, այս ինչը չի լինում այնքան դժվար եմ տեսնում, դրա համար եմ ասում լավ լուր էի տեսնում։ Միգուցե ինչ որ ճանապարհ պետք է գնայիք, դուք չէիք ուզում գնալ, եւ հիմա լուրը գալիս է եւ ասում է, որ այո, չի ստացվում, չեք գնում եւ դուք ուրախանում եք իրականում, ասիկա բացասական լուր է գալիս։ Չէ, տեսեք, ես ինքս դժվարանում եմ ասել, դրական լուր է գալիս, բացասական արդյունքով ձեզ ուրախացնում է։ Ես չեմ պատկերացնում, եթե կան ջրհոսներ, որոնք կհասկանան ինչ եմ ասում, ուրեմն ավելի լավ իրենց համար։ Ճանապարհի հետ է կապված, ինչ որ գործարքի, ինչ որ գործի հետ է կապված, ընտանեկան չեմ կարող ասել։ Օ կարող է գիտեք ինչ, այսպես կարող եմ ասել, կարող ինչ որ մարդիկ պետք է գային ձեզ մոտ, բայց այդ մարդիկ լուրը գալիս է, որ չեն գալու, իրենք չեն գալիս, դուք ուրախանում եք, որ չեն գալիս։ Հասկանում եք, այդպիսի ինչ որ բաներ են, որտեղ ճանապարհի հետ եմ տեսնում։ Այսինքն լուրը իրականում գալիս է վատ բանի մասին, բայց այս ուրախացնում է։ Ես հույսով եմ հասկացաք ինչ եմ ուզում ասել։ Մարդիկ պետք է գային ինչ որ ճանապարհ պետք է լիներ, բայց չեն գալիս եւ դուք իրականում շատ ուրախանում եք դրանից։ Եվ չէիք ուզում որ այդ մարդիկ գան։ Հետաքրքիր է։ Տեսնում եմ ամեն դեպքում ինչ որ խնդիր կա եւ խնդիր պետք է լուծել։ Ամեն դեպքում խնդիր առաջանում է, չնայած դուք ուրախ եք, բայց դա ինչ որ խնդիր է առաջացնում։ Ամեն դեպքում այդ մարդկանց գալուց ինչ որ հարց պետք է լուծվեր, իրականում չի լուծվում։ Տեսնում եք, խնդիրներ առաջանում են, բայց կգտնեք տարբերակը, որովհետև կլինեն մարդիկ, որ ձեզ կօգնեն։ Ի վերջո շատ լավ կլինի։ Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որ դուք ուզում եք, բայց ես նորից եմ ասում, ոչինչ չեմ հասկանում այստեղից։ Ուղղակի իրավիճակը չեմ կարողանում աչքիս առաջ պատկերացնել։ Լուրը գալիս է բացասական, բայց դուք շատ ուրախանում եք, բայց նաև ինչ որ հարցեր պիտի լուծեք դրանից հետո կգտնվեն մարդիկ, որոնք ձեզ կօգնեն եւ իրականում շատ լավ հարցը կլուծվի։ Ես իսկապես վերջնական ոչ մի պատկերացում չունեմ ինչի մասին էր այստեղ խոսքը, ամեն դեպքում եթե լուրը եք սպասում վաղուց, լուրը կգա եւ ի վերջո հաջողությամբ կվերջանա ամեն ինչ, բայց ինչը թողնում եմ ձեզ հարգելի ջրհոսներ։ Իսկ եթե սկզբում մտածում եք, տեսնում եք այստեղ որ ասում ինչ որ կոնֆլիկտ այն, կարող է ինչ որ մարդիկ էին ուզում գալ ձեր տուն մնալ, ձեզ տուն գալ, որ դուք չէիք ուզում։ Այդպես անհաջող մարդիկ էին։ Այ որ հիմա լուրը ստացվում է, որ իրենք չեն գալիս, դուք ուրախանում եք հակառակը։ Տեսեք, կարող է այդպես լինել։ Չեն գալիս, դուք ուրախանում եք դրանից։ Աշխատանքի վայրում տեսնում եմ ինչ որ խոսակցություն է, շատ եք շփվում, շատ եք խոսում, չգիտեմ թե հեռախոսի հետ կապված աշխատանքով եք աշխատում, հաճախորդների եք սպասարկում, ամեն դեպքում շատ շփում կլինի հաջորդ շաբաթ աշխատանքի վայրում ջրհոսների համար։
Տեսնենք ինչ է սպասում աշխատանքում հաջորդ շաբաթ։ Ինչ եմ տեսնում այստեղ։ Տեսնեք, հետաքրքիր բաներ եմ տեսնում, շատ իրար մի քիչ հակասող։ Ես այստեղ տեսնում եմ շատ խոսակցություններ, տեսնում եմ հաջողության կարտը, տեսնում եմ սրտի տուզ, տեսնում եմ տղամարդ։ Գիտեք, խոսակցություններ ենք տեսնում նաև, կարող է ինչ որ որոշ ջրհոսներ նոր աշխատանք եմ փնտրում, որտեղ այստեղ տեսնում եմ կորուստը աշխատանքի, ընդ որում աշխատանքի կորուստը։ Այնպեսի տպավորություն եմ ստանում, որ ջրհոսները ուզում են աշխատանքից հեռանալ, սա իրենց որոշումն է, իրենց չեն հեռացնում, որտեղ ես տեսնում եմ, այստեղ խոսում են բանակցություններ, միգուցե հարցազրույցերի են մասնակցում կամ պարզապես զրուցում են, աշխատանք են փնտրում թեկուզ on-line։ Եվ իրենք շատ ուրախ են դրա համար, իրենք են ճանապարհներ փնտրում, նոր մարդկանց հետ նոր աշխատանք են փնտրում, իրենց սրտով է աշխատանքից դուրս գալը, իրենց պլանների մեջ է մտնում։ Նոր ավելի կայուն աշխատանք են փնտրում եւ 10-ով կարող եմ ասել, որ այո, դուք ինֆորմացիան կստանաք այս զրույցները, որ վարում եք, ինչի համար որ զրուցում եք, դրական արդյունք։ Ի վերականում ձեր սպասածից էլ ավելի լավ արդյունք կստանաք։ Եթե նոր աշխատանքի համար զրուցում եք, փորձում եք ձեզ համար պարզել, կպարզեք, որ սա հենց այն է, ինչ որ դուք ուզում եք։ Ֆինանսներում դուք շատ կայուն, շատ հանգիստ, շատ հզոր, շատ ուժեղ եք։ Դուք ֆինանսների խնդիր չունեք, այսպես կայուն եկամուտ ունեք։ Ընդ որում չեմ կարող ասել մեծահարուստ եք, բայց կարող եմ ասել, որ շատ այսպես ստաբիլ, կայուն աշխատավարձը գալիս է, դուք ոչ մի տեսակ սպառնալիք չեք տեսնում։ Աշխատավարձը գալիս է, ձեր ծախսերին բավարարում է, դուք ձեզ շատ հանգիստ եւ հարմարավետ եք զգում ձեր ֆինանսներում։ Նոր կարտեր չեմ ուզում հանել։ Ինչ եմ տեսնում։ Աշխատանքում տեսնում էի արջը, շատ կայուն, շատ հանգիստ։ Եթե սա կապված է, այս կայունությունը կապված է լինելու նոր աշխատանքի հետ, որտեվ սա էլ է 10, սա էլ եմ տեսնում 10, իսկ 10 խաչի 10-ը դա աշխատավարձն է։ Հիշում եք, այստեղ աշխատանքի հետ կապված ասում է, եթե նոր աշխատանքի համար բանակցություններ եք վարում եւ շատ հաջող կավարտվի, երևի սա այդ նոր աշխատանքն է, իմիջիայլոց շատ սա, այսպես ասեմ, ճիշտ որոշում է կայացրել։ Այս խաչով կարող եմ ասել ամենաբարդ, շատ բարդ կարտ է, բայց ես տեսնում եմ գումարներ գալիս են, չեն գնում, դրա համար տվյալ դեպքում բարդը ոչ մի վատ բան չի նշանակում։ Այսինքն, եթե դուք որոշել եք աշխատանքի վայրից հեռանալ, գնալ նոր աշխատանքի ընդունվել, որտեղ ձեզ ավելի մեծ ֆինանսներ են խոստանում, շատ ճիշտ որոշում եք կայացրել, ճիշտ ուղու վրա եք։ Եվ լավ պաշտոն կառաջարկեն ձեզ, եւ լավ աշխատավարձ, եւ դրանից ավելի ուշ դե մի քիչ որոշ ժամանակ պետք է աշխատեք, շատ բան կսովորեք, նոր գործ, չգիտեմ, նոր գործը երևի ինչ-որ նորություններ կլինի, որ դուք ավելի շատ բան կսովորեք, քան մինչև հիմա իմացել եք, կարողացել եք, դա ձեզ հետագայում ավելի գումարներ կբերի, շատ իմաստուն, շատ խելացի որոշում եք կայացնում։ Եթե որոշել եք, շատ ճակատագրական կլինի ձեզ համար դրական իմաստով, հարգելի ջրհոսներ, շատ ճիշտ որոշում եք կայացրել։ Միգուցե հաջորդ շաբաթ որոշումը կայացնեք, բայց ճիշտ կլինի ձեզ համար, ինչ որոշում էլ որ կայացնեք։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ձկներին հաջորդ շաբաթ։ Մայիսի 24-ից 30-ը։ Ընդհանուր տրամադրությունը անձնական հարցերում, աշխատանքում եւ ֆինանսներում։ Տեսնում եմ ձկների կարտը, հաջորդ շաբաթ երևի ձկների հիմնական մտածմունքը լինելու է ֆինանսները, առաջին հերթին մտածելու են ֆինանսների մասին։ Կամ ծախսերն են լինելու շատ մի շաբաթ, կամ ես վատ իմաստով չեմ ասում, ծախսերը միշտ չէ որ վատ են, թե ուզում եք ճամփորդության գնալ ձեր երազած, չգիտեմ, Իտալիա եք ուզում գնալ եւ ծախսում եք եւ գնում եք, իրականում ձեր երազանքն եք իրականացնում եւ կարևոր է որ գումարները կան եւ դուք ծախսում եք եւ գնում եք եւ վայելում եք ձեր հանգիստը, այնպես որ վատ չեմ տեսնում։ Ամեն դեպքում ֆինանսները կլինեն ձեզ համար առաջնահերթ հաջորդ շաբաթ։
Անձնական հարաբերություններում ոչ մի կարճ չեմ բացելու, արև։ Եվ արև եւ տուզ։ Ամեն ինչ շատ լավ է, շատ նորմալ է բոլոր անձնական հարաբերություններում, եւ ընկերային, եւ սիրային, եւ անձնական, եւ ընտանեկան, շատ գեղեցիկ կարտ է, շատ ջերմ, շատ լավ է լինելու։ Բացարձակ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Տուզ, այս ինչ հետաքրքիր է, տուզ եմ տեսնում։ Տեսնում եմ կին աշխատանքում, տեսնենք ինչի հետ է կապված։ Ինչ է նշանակում կինը աշխատանքի հետ կապված հաջորդ շաբաթ։ Ես այստեղ էլի կանանց եմ տեսնում, կիներ, փաստորեն կին, կնոջ կարտներ դուրս եկել աշխատանքի վայրում եւ այստեղ էլի եմ տեսնում կին։ Այո, կարող եմ ասել, որ այստեղ աշխատանքի վայրում ինչ որ կին կարող է շատ կարևոր դեր խաղալ աշխատանքում, աշխատանքի վայրում ձեր գոլեգաներից մեկը հարգելի ձկներ։ Ինչ որ նորություն, ինչ որ լուր է գալիս աշխատանքի վայրում, երևի թե ձեր վերադասել ինչ որ որոշումներ են կայացնում։ Աշխատանքի վայրում միգուցե ինչ որ փոփոխություններ, չգիտեմ, ինչ է լինում, ինչ փոփոխություններ։ Վերադասելը որոշումներ են կայացրել եւ ձեզ այսպես տեղեկացնում են բոլորին, որ լինելու այս կադրային փոփոխություն է լինելու, ինչ փոփոխություն է լինելու։ Ես աշխատանքի կորուստ չեմ տեսնում, նախորդ եմ ասում, դրա համար ոչ մի բացասական ոչինչ չեմ տեսնում։ Ամեն դեպքում լուրը միանգամից այսպես շատ դրական չի, բայց կորուստ չեմ տեսնում, ել եմ ասում։ Վերադասելը որոշում են կայացրել, հայտարարում են բոլորին, տեղեկացնում են։ Եվ կլինեն փոփոխություններ, կարող են որոշ մարդիկ աշխատանքի վայրում, այլ եմ ասում, կադրային փոփոխություններ մի բաժնից տեղափոխվեն մեկ այլ բաժին։ Տեսնում եմ այստեղ կին, տեսնում եմ այստեղ էլի կին, փոփոխության կարտն եմ տեսնում, սա տեսնում եմ գործընկերոջ, սա երևի այն կինն է, որից լուրը գալիս է, երևի, չգիտեմ, այս տեսնում եք կնոջ կարտն էր, կարևոր դեր կխաղա։ Սա այդ գործընկերուհին է։ Ինչ որ փոփոխություն, տեղափոխություն էլի եմ ասում։ Սկզբում դա կարող է այնքան էլ ձեր սրտով չլինել, դա ձեզ համար կարող է, այսպես ասեմ, շատ անսպասելի եւ հաճելի չլինել առաջին հայացքից, բայց բանալին ձեր ձեռքում է։ Իսկ բանալին ձեր ձեռքում է տվյալ դեպքում նշանակում է, որ միգուցե դուք շատ լուրջ տարբերակներ չունենաք մեծ փոփոխություններ անելու, բայց դուք կարող եք զրուցել այդ կնոջ հետ, այս կինը կարող է կարևոր դեր խաղալ ձեր եւ այս կինը կարող է, այսպես ասեմ, հանդիսանալ բանալին։ Միգուցե զրուցեք եւ ասեք ձեր ասենք անհանգստությունը, որ ես չեմ ուզում մյուս բաժին տեղափոխվել աշխատել կամ փոփոխությունը ինչ որ վերաբերում է ձեզ, եթե դուք ունեք ինչ որ անհանգստություն, պարզապես պետք է զրուցել կնոջ հետ, որևէ կնոջ հետ, որը դեր ունի, հա, ձեզնից երևի բարձր պաշտոն ունի եւ որը կկարողանա ձեզ օգնել լուծելու ձեր հարցը, եթե փոփոխությունը ձեր սրտով չէ։ Ֆինանսներում տեսնում եմ սիրտ, ես ասում եի, չէ, տեսնում եք, սկզբում ֆինանսներն էին ձեր առաջինը տրամադրությունը ֆինանսներին է, դուք շատ ուրախ եք, շատ այսպես երջանիկ եք, ինչ էլ որ ձեր ֆինանսների հետ կապված լինի, նաև ձեր անձնական, տեսեք, ես այս 4 կարտը որ բացել եմ, ինչ եմ տեսնում, արժի սրանից հետո էլ ինչ որ կարտ անել, թե չարժի։ Տեսեք, տեսնում եմ տուզ եւ տեսնում եմ գումարներ են գալիս եւ սիրտը, շատ գեղեցիկ կարտեր են, ֆինանսներում էլ շատ ուրախ երջանիկ կնեք։ Չեմ ուզում լրացուցիչ կարտեր հանել, որպեսզի հանկարծ ոչ մի չմխտրեն ոչ մի ձևով, շուկ չգցեն, ստրես չգցեն գեղեցիկ կարտերի վրա։ Ֆինանսները ձեզ համար կլինեն կարևոր, ինչ էլ լինի շատ ձեր սրտով կլինի հարգելի ձկներ։ Այսինքն, եթե պիտի ծախս անեք, չգիտեմ, ինչի համար էր, որ ուզում եք անել, դուք ուզում եք անել։ Դե տուն եք գնում, այդ ծախսեր եք անում, ձեր երազանքի տունն եք գնում։ Ձեզ համար կլինի շատ հաջող, շատ հաճելի ծախսեր կլինեն, այդպես ասեմ։ Արտակարգ կարտեր եմ տեսնում։ Ձեզ համար կարծում շատ հաջող շաբաթ կլինի, հաջող շաբաթ։ Եվ առհասարակ կարծում եմ ես այս շաբաթ շատերի համար մեծամասամբ շատ գեղեցիկ շաբաթ է։